Երեխաներ, այսօր շարունակում ենք ուսումնասիրել բաժանում թեման, բայց մինչ այդ սկսում ենք կրկնել գործողությունները։ Ինչ տիպի գործողությունների հետ եք մենք ծանոթացել։ Ինչ գործողություններ գիտեք։ Հուշում եք ասպարները։ Սոֆիա։ Գումարում։ Հանում։ Անգամ կամ ինչ ենք ասում, բազմապատկում, Դավիթ, բաժանում։ Դրանք ուրիշ է։ Հիմա ասեք, որ գործողություններն են, որ իրար նման, այս 4-ից թվացներին, որոնք են, որ իրար նման։ Դանիել։ Գումարումը և բազմապատկումը, ինչով են նման իրար, Դանիել։ Բազմապատկում են։ Ահա, էլ ինչով են նման, կա նմանություն։ Գումարում և բազմապատկում էլ ինչով են նման երեխան։ Եվա։ Գումարման դեպքում թիվը ավելանում է։ Դանիելը ասաց, չեն կրկնում, ուրիշ նմանություն, այլ նմանություն։ Արտադրիչների տեղը փոխելիս գումարը Արտադրյալը չի փոխում։ Նույնն է նաև որ դեպքում գումարման դեպքում դե ասում ենք գումարների տեղը փոխելիս գումարը չի փոխում։ Կեցեք։ Ինչպես եք ստուգում գումարումը ճիշտ են կատարել, թե չէ, որ գործողությամբ։ Գումարման հակառակ գործողությունը ո՞րն է, որը ստուգում են։ Սարա, գումարման հակառակ գործողությունը դա ո՞րն է։ Ուշադիր։ Ո՞րն է։ Հանումն է, այո, հանումով ստուգում ենք արդյոք գումարումը ճիշտ են կատարել, թե չէ։ Այդ դեպքում բազմապատկման հակառակ գործողությունը ո՞րն է, որով կարող ենք ստուգել։ Բազմապատկման հակառակ գործողությունը, Դավիթ, բաժանումը, կեցես, ինչպես ենք ստուգում բազմապատկումը ճիշտ ենք կատարել, թե չէ, բաժանման միջոցով։ Ուրեմն այսօր մենք աշխատելու ենք բաժանման շուրջ երեխաներ, ամրապնդելու ենք նախորդ դասին ձեռք բերած գիտելիքները։ Ինչ ենք անելու։ Այսօր մենք զույգերով, յուրաքանչյուրս մեր կողքի զույգի հետ, աշխատելու ենք քարտերով, կտրատելու ենք, անպայման ուշադիր կլինեք անվտանգության կանոնները պահել, մկրատից օգտվելիս, պետք է լինենք չափազանց զգույշ, այլ աշխատելու ենք սկզբից զույգերով, այնուհետև կբաժանվենք խմբերի, կաշխատենք խմբերով։ Հիմա ես հիշեցրեք տեսնեմ, զույգով, խմբով աշխատելու դեպքում ինչ կարևոր բաների պետք է մենք ուշադրություն դարձնենք, ինչպես պետք է աշխատենք։ կանոնների։ Ենթարկվենք կանոնների, ո՞ր կանոնների, որոնք որ մենք ենք չեմ մշակել։ Լավ, ինչ կանոնների ենթարկվենք եւ Եթե ինչ-որ բան եք մտածել, մեր թիմակիցների հետ կիսվենք։ Այո, եթե ինչ-որ բան եք մտածել, մեր թիմակիցների հետ կիսվենք, քննարկենք։ Դանիել ասի նորմալ է։ Ասա Դանիել։ Բարձր չքննարկել, որ մյուսներին չխանգարենք։ Կեցեք, չխանգարենք, Մարիա։ Ու մեկ էլ որ բան եք մտածում, խմբով մտածեք ու ամեն ինչ խմբով։ Ահա, իսկ երբ որ խմբով մտածում ենք, բոլորս միասին պիտի ներկայացնենք մեր խմբի աշխատանքը։ Այո, բոլորս միասին սկսում ենք խոսել։ Բա ինչպես պիտի անենք։ Ինչ պիտի անենք։ Ասա Լիոնա։ Ձեր խումբը քննարկել է ինչ-որ բան է որոշել, ինչ պիտի անենք, ո՞նց պիտի ներկայացնենք մեզ։ Ահա, այսինքն դուք նախապես ձեր դերերը բաժանել եք, յուրաքանչյուրը որոշել եք ինչ է անելու և ձեզանից մեկը էլի ձեր ընտրությամբ ներկայացնելու է տվյալ աշխատանքը։ Ապրեք երեխաներ։ Հիմա այսօր դասի վերջում դուք կարողանալու եք բաժանումը ներկայացնել թվի տեսքով, թվային յուրացման։ Բայց մինչ այդ մի հատ նորից կրկնենք նախորդ դասին կրկնածը։ Սովորած է, բաժանել ինչ է նշանակում։ Բաժանել ինչ է նշանակում։
Որ պակասեցնում ես թիվը։ Այո, պակասեցնում ենք թիվը։ Իսկ ինչպես ենք բաժանում։ Հավասար, անհավասար։ Ինչպես ենք բաժանում Իրենա։ Հավասար ենք բաժանելու թե անհավասար։ Ինչու հավասար բաժանենք։ Որպես ինչը պահենք։ Կանոնները։ Ուրիշ արդարությունը պահենք, այո, մենք պետք է կարողանանք բաժանման միջոցով պահենք արդարությունը։ Իսկ դուք կյանքում որևէ տեղ եղել է որևէ իրավիճակում, որ դուք ինքներդ բաժանում կատարեք։ Ինչ է կարելի։ Եվա։ Եղել է, որ ես իմ տատիկին աճանակայել եմ ունեցել։ Հա, դուք բաժանվել եք, ահա, իսկ սա ինչ բաժանում է, երեխաներ թվային բաժանում է, թե մարդիկ ուղղակի իրարից բաժանվել էին։ Մարդիկ դա էլ է բաժանում, ճիշտ է Եվա, դուք երկուսով կիսվել եք, չէ՞, մեկը այս կողմ, մյուսը այն կողմ։ Լավ, իսկ եղել է, որ երբեք որ թիմային խաղեր խաղում։ Հա, ես այն։ Ահա դա է։ Այս ֆուտբոլը խաղում եմ Բաքու, ես Ահա, իսկ արդար ես բաժանում, հավասար ես բաժանում, թե մի թիմում պիտի շատ լինի, մի թիմում քիչ լինի։ Այսինքն ենթարկվես կանոնների, չէ՞, ֆուտբոլի կանոնների։ Լավ, եղել է որ տանը ունենաք երկու կոնֆետ ու ձեր քույրիկը ձեզանից խնդրի մեկը։ Ինչ եք անում։ Բաժանում եք այդ դեպքում անի։ Կիսում են։ Իսկ եթե մեկ ունենաք կկիսեք։ Այո։ Ամեն մեկից ինչքան բաժին կընկնի։ Կեսը, այդ մեկի կեսը։ Հիմա պատկերացնենք, ունենք 8 փուչիկ երեխաներ։ 8 փուչիկ։ Պետք է բաժանենք երկու հավասար մասի։ Երկու հավասար խմբի պետք է բաժանենք։ Յուրաքանչյուր խմբում քանի փուչիկ կստանանք։ Դավիթ 4 փուչիկ։ 4։ Արդար բաժանում է ինչն է անարդար, ով ասաց ոչ։ Ինչն է անարդար։ Ռոբերտ, 8-ը եթե բաժանում ենք երկու հավասար մասի, արդար չի ստեղ, որ 4 ստաց։ Արդար է Ռոբերտ։ Արես է։ Անյար։ Ես քեզ 8 մատի, ահա, հիմա կիսում ես քո և անի միջև։ Հաշվեք յուրաքանչյուրը ձեր մատիկները։ 4։ Ռոբերտ քոնները 4։ Արդարությունը պահեցին, ահա, ապացուցեցինք, որ երբ որ 8-ը բաժանում են երկու հավասար խմբի, յուրաքանչյուր խմբում ստանում են 4 սական։ Ապրեք, նստեցի։ Հիմա ժամանակը եկավ, որ ես ձեզ տամ քարտային առաջադրանքներ։ Քարտերի վրա երեխաներ գրված են պահանջներ։ Քարտ համար առաջին յուրաքանչյուր զույգ ստանալու 3-ական քարտ։ Դուք այս քարտերը կտրատելու եք, բայց ներքևի հատվածը թողնում են, որպեսզի ներքևի հատվածում գրեք, թե ինչը ինչի եք բաժանում։ Հասկացա՞։ Այստեղ խնձորներ են նկարված։ Ընդհանուր 12 խնձոր։ Ներքևում պահանջ կա։ Բաժանի 3 հավասար մասի։ Դուք կտրելով պետք է ստանաք 3 հավասար մաս, 3 հավասար խումբ։ Պարզել առաջադրանքը։ Ապրեք, հիմա բաժանում ենք։ Միասին կքննարկեք, կորոշեք ինչպես եք կատարելու բաժանումը։ Քարտերն արդեն ունեք, միասին քննարկեք, ինչպես եք բաժանումը կատարելու և սկսեք գործողությունը կատարել։
Կատարեցիք բաժանումը։ Քանի խմբի բաժանեցիք։ 3։ Յուրաքանչյուր խմբում քանի խմբեր ստացավ։ 4։ Հիմա Նիկան գալիս է գրատախտակին գրում բաժանումը։ Յուրաքանչյուր խումբ ստուգում է, արդյոք ինքը այդպես է գրել, թե չէ։ Քանի խնձոր է։ 12։ Այսպես էիք ստացել։ 12 խնձորը բաժանել էիք 3 խմբի, ստացել էիք յուրաքանչյուրում 4 խնձոր։ Կեցցեք, կա տարբերվող պատասխան։ Չկա։ Շատ լավ։ Հիմա ստանանենք հաջորդ առաջադրանքը, մի քիչ նախորդից տարբերվում է, մի քիչ բարդանում է։ Ես վստահ եմ, որ դուք կարողանալու եք ճիշտ կատարել, քանի որ դուք շատ ուշադիր լսում եք հիմա։ Այստեղ ունենք գնդակներ երեխաներ։ Ունենք ընդամենը 16 գնդակ։ Պահանջը հետևյալն է՝ բաժանի 4 հավասար մասի։ Հիմա մենք 16 գնդակը կտրելով կբաժանենք 4 հավասար մասի։ Բաժանելուց հետո պարզ կլինի, թե յուրաքանչյուր բաժանման մեջ, յուրաքանչյուր խմբի մեջ քանի գնդակ ունեն։ Պարզել առաջադրանքը։ Կան հարցեր։ Կան անհասկանալի բաներ։ Բարի, հիմա շարունակում ենք աշխատել նույն կերպ։ Միասին որոշում ենք և կատարում ենք։ Վերջացինք երեքարտային աշխատանքը։ Վերջինը ով է գալիս գրատախտակ ինքնուրույն։ Այ լավ է։ Ստուգում ենք վերջին գրածը։ Քանի խումբ պետք է ստանային։ 2։ Յուրաքանչյուր խմբում քանի աստղեր։ 10։ Յուրաքանչյուր 5։ Այսպես է բոլորը ստացել։ Շատ լավ է, դուք աշխատեցիք երեխաներ համախմբված, միասին զույգերով քննարկելով ձեր անելիքները։ Ակնհայտ երևում էր, որ դուք ձեր մեջ դերերի բաժանում արեցիք։ Մի անգամ մեկը կտրատեց, մի անգամ մյուսը, մի անգամ մեկը գրառում արեց, մի անգամ մյուսը։ Ապրեք, այսպես մենք ցույց ենք տալիս, որ մենք կարողանում ենք միմյանց հետ համագործակցել, ինչը շատ կարևոր է։ Ինչը հետո մեր մեջ ձևավորելու է շատ դրական հատկանիշներ։ Հիմա ժամանակն է, որ մեր խմբերը մի քիչ մեծացնեն։ Մենք նոր զույգով էինք աշխատում, միայն այս խումբն էր եռյակով, քանի որ Դանիելի զույգ այսօր բացակայում է, միացել է մյուս խմբին, այո, Կարինայից խմբին էր միացել։ Հիմա ժամանակն է, որ մենք բաժանում ենք մեծ խմբերի։ Մեծ խմբերի առաջադրանքը կատարելու է մեկ պաստարի վրա երեխաներ։ Այնտեղ պահանջները ինչպես կա, այդպես էլ կկատարենք։ Կտրատելու բան չունենք, մտածելու բաներ ունենք։ Լավ։ Ինչ ենք անելու մեծ խմբում երեխաներ։ Նորից պահում ենք կանոնները։ Չենք խանգարում միմյանց, հարվում ենք միմյանց կարծիքը, լսում ենք եւ վերջում ձեզանից որևէ մեկը ներկայացնելու։ Լավ։ Ուշադիր կլինեք, խոսում ենք իրար հետ ենք խոսում, խմբում ենք քննարկումն ան, այո, կամաց ենք խոսելու, պարզել ամեն բան, դե հիմա մենք բաժանվում ենք 5 խմբի, այլ կտեսնենք մեր բաժանման արդյունքում երեխաները, արդար պահվում ենք թիմերի քանակները,
դիմագիծների քանակները։ Լավ։ Գնացինք։ Ստացա յուրաքանչյուրը ձեր առաջադրանքները, բացատրեցի ինչ պետք է անեք, հիմա նայում եք նկարներին, առաջնորդվում եք ներքևում գրված ցուցումներով և սկսում եք թիմով աշխատել։ Աշխատում եք լուր, միմյանց չխանված, արդեն կարող եք սկսել։ Ավարտեցինք, հիմա յուրաքանչյուր խմբից մեկը կներկայացնի խմբի աշխատանքը, առաջի խումբով էր, արիմ Մյուսներս ուշադիր ենք լինում, տեսնենք մեր առաջի խումբը ճիշտ է աշխատել, թե ոչ։ Բաժանել ենք 5 հավասար մասի, յուրաքանչյուր խմբում քանի խնձոր է ստացվել։ 3։ Գործողությունը գրել են 15-ը բաժանած 5-ի հավասար է 3։ Ապա ստուգել են 3 անգամ 5 հավասար է 15։ Ճիշտ է կատարել խումբը աշխատանքը։ Այո։ Ինչպես եք գնահատում նրանց աշխատանքը։ Լավ։ Ապրեք Միլենա, երկրորդ խումբ։ Արեք։ Ինչ պետք է անել երկրորդ խումբը։ Ահա, քանի շրջան ունեիք, Ռոբերտ։ Ինչ եք պահանջվում, բաժանել, բաժանել են 3 հավասար խմբի, յուրաքանչյուր խմբում քանի շրջան է ստացվել, հաշվեք, ապրեք, գործողություն ձեզանից չէր պահանջվում, ճիշտ է, ձեզանից ինչ պահանջվում էր, դուք կատարել եք, գնահատենք երկրորդ խմբի աշխատանքը, լավ, ահա, երրորդ խումբ, Ուշադիր, երրորդ խումբ։ Ունենք 20 Ինչ պիտի բաժանենք։ 4 հավասար։ Բաժանումը կատարել են, մատիկով գծել են երեխաներ, նրանցից գործողություն չէր պահանջվում, բայց 20-ը, երբ որ դուք բաժանել եք 4-ի, յուրաքանչյուր խմբում, քանի գիրք եք ունեցել, քանի գիրք եք ստացել, ասենք, ապրես, 5 գիրք, համաձայն եք, որ ճիշտ են կատարել, դե մի հատ գնահատենք, Ինչի ապրեք, չորրորդ խումբ, չորրորդ խմբի աշխատանքին ենք հետևում, լսում ենք հայ, 16 հատ,
Գրված է լուծի առանց կտրելու, պետք է չկտրեին, բայց լուծեին առաջադրանքը։ 16-ը բաժանած 4-ի, ինչ է սա նշանակում, որ 16-ը պետք է բաժանել 4-ը հավասար մասերի և կստանամ 4, այ այստեղ պահանջվում էր ստուգում երեխաներ, գրված է 4 անգամ 4 հավասար է 16, բաժանում է ստուգել է հակառակ գործողությամբ, բազմապատկման, ճիշտ է կատարել գնահատեցինք, վերջին խումբը 5-րդ խումբը ներկայացնում է իր աշխատանքը, լսում ենք Տիգրան։ Ունեինք 24 հաց աստղ, մենք խմբերի ենք բաժանել, ամեն խմբում 4 աստղ։ Այո, իսկ քանի խմբի եք բաժանել։ 6 խմբի։ Այստեղ կատարվել է նաև ստուգում երեխաներ, 4 անգամ 6 հավասար է 24, բայց դուք ունեք ևս մեկ առաջադրանք, ավելի մի քիչ վատ և մյուսներից տարբեր։ Այստեղ կա կազմիր խնդիր։ Այժմ այս խումբը ես քննարկումների ժամանակ նկատեցի, որ խնդիրներ էին կազմում տարբեր տեսակների։ Մենք այստեղ աստղ ունենք, դուք կարող եք աստղը փոխարինել մեկ այլ իրով առարկայով։ Եկեք ձեր կազմած խնդիրներից մեկը ներկայացրեք դասարանին։ Ասա երեք։ Տատիկը ուներ 24 կոնֆետ։ Ուներ 6 թորմ։ Պետք է բաժանել թորմիկների միջև, քանի հավասար։ Հավասար պիտի բաժանել։ Հավասար պետք է բաժանել, քանի հատ պետք է տա թորմիկների կոնֆետ։ Այսինքն մենք պետք է բարձենք, թե տատիկը յուրաքանչյուր թորմիկին քանի կոնֆետ պետք է տա։ Սա մեկ տարբերակ։ Ունեք այդ տարբերակ, դուք եք կարող առաջարկել, դուք եք կարող խնդիրներ կազմել, Մարիա։ Տատիկը ուներ 24-ն է Մարիա։ 24 խմձով։ Նա պետք է բաժանի իր թորմիկների քանի թորմիկներ։ 3 6 թորմիկ։ Յուրաքանչյուր թորմիկին քանի խմձով պետք է տա։ 2 Գրված է Մարիա։ 4 Լավ, Մարիան գրեթե նույն խնդիրը կազմեց, ուղղակի կոնֆետը փոխարինեց խնձորով։ Այլ տարբերակ երեխաներ, Դանիել։ Այդում կար Թվերը չեք փոխում։ 24 եղևնի։ Այս տարի ևս ավելացավ։ Չէ, այստեղ չի ավելացել, բաժանել ենք Դանիել։ Կես եղևնիները։ Չորացած եղևնիները 6 կտրում ենք։ Որքան եղևնի մնաց այգում։ Պետք է պարզենք, նայեք, ունենք այգում 24 եղևնով ասենք։ Եվ նայում ենք 6 եղևնիները երեխաներ, չորացել է։ Պետք է դրանք կտրենք։ Պետք է պարզենք, քանի հատ 6 կտրեցին։ 4, 6 կտրեցին։ Լավ, բավական է, ապրես Տիգրան նստի, գնահատում ենք 5-րդ աշխատանքը, 5-րդ խմբինը, կեցեք, չնայած երեխաներ, իջեցեք քարտերը, ապրեք։ Չնայած այս խումբը հավասար չէր մյուս խմբերին, չէ՞։ Իսկ ինչու հավասար չէր։ Որտեղ մի հոգի բացակա ունեինք, հետևաբար ձեր խմբերը 4 խումբը հավասար են, մի խումբը հավասար չէր մյուսներին։ Չնայած այս անհավասար պայմաններին երեխաներ այս խումբը ավելի բարդ առաջադրանք է ստացել և պատվով հաղթահարեց դա։ Հիմա ուզում եմ ամփոփենք այսօրվա դասը։ Ինչ սովորեցինք, ինչն է դժվար, ինչն է հեշտ, ինչ կուզեք հետո իմանալ։ Մարիա, ինչ սովորեցինք։ Սովորեցինք, որ ճիշտ անել ու ուրիշի ստուգել։ Ստուգել, Իլենա։ Որ մենք ասում լսում ենք, Լիոնա։ Մենք մյուսի աշխատանքը
Հարգեցինք մեկս մյուսի աշխատանքը, Արփիկ։ Սովորեցինք բաժանումը։ Բաժանումը սովորեցինք, Ռոբերտ։ Սովորեցինք լուր բանալը, սովորեցինք լուր աշխատել։ Լուր աշխատել, Դանիել։ Բաժանումին ավելի մոտիկի ծանոթացանք։ Բաժանմանը ավելի մոտիկի ծանոթացանք։ Որ պետք է ուրիշի աշխատանքը գնահատել։ Գնահատել, այո, Դավիթ։ Որ ուրիշներին չխանգարել։ Չխանգարել, իսկ սովորեցիք ստուգում կատարել երեխաները։ Իսկ ստուգումը ինչ գործողության միջոցով էին կատարում։ Բազմապատիկ անգամ։ Իսկ ինչն է դժվար այսօրվա դասի մեջ։ Որ մասն է, որ ձեզ համար փոքրիչ դժվար է, անհասկանալի է։ Այդպես էլ չհասկացաք։ Կա՞ դժվար մասը։ Ասա Դավիթ։ Տեսքը Նկարի տեսքը անհասկանալի է, մի քիչ աստղին այդքան էլ նման չի, հա, Դավիթ, գուցե հենց ներկեք ինքը դառնա ավելի պատկերավոր։ Շատ ճիշտ է, այդ դասի վերջում դուք կվերցնեք կգունավորեք բոլորը։ Լավ, էլ ինչն է դժվար։ Այդ խնդիրը որոշել թե ինչ կարող են անել, որովհետև ձախ կողմերից առաջարկում էին։ Ահա, տարբեր առաջարկներ կային, դուք դժվարանում եք ընտրել որը ներկայացնել, բայց շատ լավ է, որ դուք ունեիք շատ բազմաթիվ առաջարկներ։ Հիանալի, իսկ ինչ կուզեք հաջորդ դասին իմանալ։ Այդ հաջորդ դասին ինչ կուզեիք լինել։ Սառա։ Ես կուզեի, որ հետաքրքիր Ավելի հետաքրքիր ու լավը լիներ, Ռոբերտ։ Էլի անցնեինք, Հայկ դու ինչ կուզեի հաջորդ դասի համար։ Կուզեի անգամ սովորել։ Մենք անգամը չենք սովորել, բազմապատկումը սովորել ենք, ավելի ամրապնդեինք։ Դու Հայկ։ Կուզեի, որ հեշտ լիներ։ Ավելի հեշտ լիներ, իսկ ինչ է պետք, որպեսզի մեզ համար դասը հեշտ լինի, Տիգրան։ Մենք ինչ պիտի անենք, որ դասը մեզ համար հեշտ թվա։ Լսենք, Անի, ուրիշ։ Շատ սովորել, Տիգրան, ուշադրություն պետք է, այո, այ երեխաներ, եթե ձեզանից մարդ կա, որ ինչ-որ հարցում դժվարացել է, դասամիջոցին կմոտենաք ձեր այն ընկերներին, ովքեր լավ հասկացել են դասը, թող նաև իրենք ձեզ բացատրեն, պայմանավորվեցիք, իսկ ես ինչ եմ ուզում հաջորդ դասի համար, ես ուզում եմ դուք յուրաքանչյուրը ձեզ համար այսպիսի խնդիր կազմեք, նկարեք, տակը գրեք առաջադրանքը և բերեք այստեղ մեկը մյուսի հետ փոխանակեք, ապա ստուգենք միասին։ Կարող եք։ Այո։ Դե մի հատ ինձ ասեք, ես ինչ էի ուզում հաջորդ դասին։ Ինչ էի ուզում հաջորդ դասին, Արփիկ։ Առաջադրանքներ։ Ահա։ Հետո։ Բերեք։ Ներկայացնեք։ Մեկս մյուսին ապրենք։ Ինձ համար եք կպատրաստեք առաջադրանք, ես էլ եմ ձեր հետ միասին մասնակցելու, ես էլ իմ գիտելիքները կամրապնդեմ ու կհասկանամ դուք կարողացել եք ինքնուրույն առաջադրանքներ կազմել։ Կարող եք աստղ նկարել, կարող եք նկարել խնձոր, կարող եք մատիկ, փուչիկ, ով ինչ կարող է, ով ինչ սիրում է, ու մոտ ինչը լավ ստացվում է, այո, և ներքևում չմոռանալ պարտադիր այս տեսակի առաջադրանք տա։ Մեկ երկու քայլանոց։ Պարզեք։ Այո։ Շնորհակալություն։ Այսօրվա դասը շատ հետաքրքիր անցավ։ Համեմատելով նախորդ դասերի հետ, նախորդ խմբային աշխատանքների հետ, ձեր մոտ բավականին առաջընթաց կա։ Դուք անընդհատ խմբում քննարկումներ եք կատարում, անընդհատ միմյանց կարծիքը լսում և հաշվի եք առնում և ավելի անաղմուկ եք աշխատում։ Շնորհակալ եմ, բոլոր 5 թիմերն էլ այսօր գերազանց կատարեցին իրենց առաջադրանքները, ուստի ես վստահ եմ, որ այսօր մի մեծ գիտելիքի պաշարով ունենալու տուն և տնային աշխատանք կազմելիս ամրապնդել ենք մեր
ստացած գիտելիքը։ Համաձայն եք, որ այդպես պետք է։ Այո։